Եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախատեսվում է ֆինանսական ծախսերի կրճատում մոտ 100 միլիարդ դրամի չափով։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը բացատրում է, մոտ 4 միլիարդ դրամի չափով կրճատումներ կլինեն պետական ապարատում, 1 միլիարդ 200 միլիոն գյուղոլորտում, մոտ 35 միլիարդի չափով կկրճատվեն ծիգերի եկող տարվա ծրագրերը։ Մնացածը ավելի փոքր գումարներ են։ Դուք տեղյակ եք, որ ավտոմեքենաներ կրճատվեցին, տարիֆների նվազում, գազի եւ նմանատիպ ծառայությունների։ Մենք սկսելու ենք պուակներից, որպեսզի հիմնավորեն թե այդ պուակները ինչպիսի ծառայություններ են մատուցում, որն է դրա փիլիսոփայությունը։ Փիլիսոփայությունը կանում է նրանում, որ յուրաքանչյուր գումար, երբ որ տրամադրվում է ինչ-որ ծախսող միավորի, նա պետք է արդարացված լինի եւ տնտեսության մեջ ստեղծի ավելացված արժեք։ Հայաստանի տնտեսական վատ վիճակն իրողություն է, սակայն ֆինանսների նախարարը հորդորում է չձևավորել վատ սպասումներ։ Այս վիճակն ըստ Վարդան Արամյանի գրեթե ամբողջ աշխարհում է։ Հակառուսական տնտեսական սանկցիաները եւս բացասական ազդեցություն թողեցին Հայաստանի տնտեսության վրա։ Մեկ այլ հարված էր համաշխարհային շուկայում հանքահումքային ապրանքների պղնձի, մոլիբդենի գների անկումը։ Մոտ 20%-անոց անկում է նկատվել եւ մենք էլ հումք արտահանող երկիր ենք, գիտեք, որ մեր արտահանման շուրջ 50%-ը հանքահումքային ապրանքներն են եւ մետաղական հանածոներն են, որոնք որ մենք արտահանում ենք արտաքին շուկա։ Վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանում արձանագրվել է մոտ 700 միլիոն դոլարի չափով տրանսֆերտների նվազում։ 2016-ին էլ ըստ նախարարի 140 միլիոն դոլարի կրճատում է լինելու։ Վերջին 2 տարիների ընթացքում ըստ Վարդան Արամյանի տնտեսության առողջացման համար կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է ընդլայնողական։ Դա ինչ է նշանակում, որ մենք ավելի շատ ծախս ենք կատարել եւ դեֆիցիտ ենք տվել եւ դեֆիցիտի հաշվին ավելի շատ գումար ենք ներարկել տնտեսություն, որպեսզի փոխհատուցենք արտաքին աշխարհից կրճատվող արտարժութային հոսքերը։ Այդ պարագայում, եթե թվերի լեզվով խոսենք, օրինակ դա հանգեցրել է 2015 թվականին 4.8% պակասուրդի, 2016 թվականին ես արդեն հնչեցրեցի, մենք ակնկալում ենք շուրջ 5.9-ից 6% պակասուրդ հնա ցուցանիշ։ 2014-15-16 թվականների ընթացքում Հայաստանի ունեցած ընդհանուր պարտքն ավելացել է մոտ 900 միլիոն դոլարով։ Եթե հարկաբյուջետային քաղաքականությունը ընդլայնող չլիներ, մենք կունենայինք փոխարժեքի կտրուկ արժեզրկում, մենք կունենայինք ավելի ցածր տնտեսական աճի տեմպեր։ Սա է եղել հիմնական նպատակը, որ մենք ունեցել ենք պարտքի բարձր մակարդակ։ Վերջին տարիներին Հայաստանի պարտքն ավելանում է, կառավարությունն էլ սկսելու է պարտքի կոնսոլիդացման գործընթաց։ Հայաստանի ներքին եւ արտաքին պարտքը առաջիկա տարիներին պետք է դարձնել կառավարելի։ Պակասուրդ հնա ցուցանիշը 2017-ին կկազմի 2.8%, այսինքն պակասուրդը կլինի մոտ 150 միլիարդ դրամ։ Պակասուրդի հիմնական մասը ֆինանսավորվելու է արտաքին աղբյուրների հաշվին։ Ֆինանսների նախարարի տվյալով այս տարվա համար կառավարությունն ակնկալում է 2.4% տնտեսական աճ, ծրագրված 2.2%-ի փոխարեն։ 2017-ին տնտեսական աճի ցուցանիշը ծրագրված է 3.2%։ Նայիրի Մուրադյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։